Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանույշ Պապյանն եմ, տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Տիկին Ղազարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Տիկին Ղազարյան, մինչ կանդրադառնանք զրույցին, տեղեկացնենք, որ այս պահին ոստիկանները հսկում են Շիրակի թեմի առաջնորդարանի մուտքը, Միքայել arczepiskopos Աչապահյանը ներսում չէ, նա այս պահին Մայրաթոռում փաստորեն քահանայած ժողովին է մասնակցում։ Իրավիճակը բավականին դարված է քաղաքացիների եւ ոստիկանների միջև, ոստիկանները փաստաթղթ թույլ չեն տալիս, որպեսզի անգամ հոգեվորականները ներս գործեն, այսպես առաջնորդարան մուտք գործեն։ Ընդհանուր առմամբ երեկվանից արդեն պարզ էր, որ իրավապահները գնալու են Շիրակի թեմի առաջնորդի հետևից, ընդհանուր ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակը, երբ փաստորեն իրար հետևից հոգեվորականներ են կալանավորվում, ընդհուպ երեկել նշվում էր, որ իրավապահները փաստորեն ներխուժելու են վեհարան եւ այնտեղից դուրս բերեն վեհապարին, թեև դա տեղի չունեցավ, ակցիաներին էլ հետևեք։ Այս ամբողջ ստեղծված իրավիճակին ձեր գնահատականը։ Նախ եւ առաջ ասեմ, որ տեղյակ չեմ, թե ինչ է կատարում Շիրակի առաջնորդարանում, չեմ հետևել, չեմ հասցրել հետևել, վստահ եմ, որ իրավապահները բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները, ինչը օրինականություն եւ հասարակական կարգը պահպանելն է երկրում, եւ վերջին շրջանի իրադարձությունները բազմաթիվ տարբեր քաղաքացիների հետ կապված, այդ թվում որոշ հոգեվորական ծառայության մեջ գտնվող կամ սառեցված նախկին հոգեվորականների հետ կապված գործողությունները նույն տրամաբանության մեջ են հասարակական կարգը պահպանելու եւ օրինականությունը երկրում պահպանելու տրամաբանության մեջ են։ Ինչ վերաբերում է պարոն Աչապահյանին, վստահ եմ ինքներդ էլ լսել եք հայտարարությունները, որով նա հորդորում է նախկին նախագահներին, որոնք երկար ժամանակ աշխատել են բարձրաստիճան պաշտոններում եւ թերևս ռազմական բլոկում ունեն հավատարիմ մարդիկ, նրանց միջոցով երկրում կատարել հեղաշրջում, ինչը կարծում եմ ազդակ է եղել իրավապահների համար եւ երեք արդեն մամուլում հայտնվեց լուր, որ 17-ից հունիսի քրեական գործ է հարուցվել եւ ուսումնասիրվում է, թե որքանով է այդ հայտարարությունը իրական, տրամաբանական կամ քրեական որոշակի տարեր հանցակազմ պարունակում, ընդհանրում եմ իրավապահները եկել են եզրակացության, որ քրեական հանցագործության տարեր կան եւ գործողություններ են անում։ Լավ, դուք այս ի վերջո արճակատման հանգուցալուծումը ինչպես եք տեսնում։ Ակնհայտ է, որ կա արճակատում, մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք վարչապետի գրառումներ, տարբեր ձեր թիմակիցներ նշում են, որ վեհապարը պիտի ազատի վեհարանը եւ այլն, հնարավոր է մի օր էլ արթնանանք, բարձվի վեհապարի հետևից է գնում իրավապահ համակարգը կամ իշխանության հորդորով իրավապահ համակարգը գնում է գործողություններ իրականացնելու։ Թե ինչքանի իրավապահ համակարգը, դա իրավապահ համակարգի աշխատանքն է, օրենքով սահմանված իրենց գործառույթների շրջանակում իրենք են որոշում ինչ անել, թե եւ ինչ չանել, կարող է պարզվի վեհապարի հետևից են գնում, կարող է պարզվի իմ հետևից են գալիս, ես չգիտեմ ինչ եզրակացությունների եւ ինչ տրամաբանության կգան, այսինքն այնպես է հարցնել, քաղաքական որոշման հարց է, դե չգիտեմ իրականում իրավապահ համակարգը բոլորովին այլ տրամաբանության մեջ է աշխատում եւ հետեւաբար քաղաքական գործիչներին նման հարցեր ուղղելը կարծում եմ նաեւ կոռեկտ չէ այդ իմաստով, որովհետեւ իրավապահները իրենք են որոշում ուր գնալ եւ ինչ քննություն անցկացնել, իհարկե կարող պարզվի, որ նաև այլ մարդկանց հետևից են ոչ միայն Աչապահյանի եւ Գալստանյանի, որովհետեւ չկա տրամաբանություն հասկանում եք, բանի անձեռնմխելիություն վերագրել մարդկանց, ովքեր դա չունեն, այդ թվում եւ կաթողիկոս եթե հանցագործություն է գործել կամ ինչ որ բան է արել, ինչ պետք է իրավապահ համակարգը ձեռք մնա դա անել, ես այդտեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում, որովհետեւ դուք ձեր հարցի մեջ երկու բաղադրիչ կա, դուք հարցում եք այդ քաղաքական գործիչների եւ եկեղեցու որոշ հոգեվորականների մեջ արճակատումը
ինչի կարող է հանգեցնել։ Հարցի երկրորդ բաղադրությունը ասում է կարող է իրավապահները գնան վեհապարին, ես չեմ իրավապահների։ Եվ հանգուցալուծումը այդպես լինի։ Ես չեմ կարծում թե հանգուցալուծումը իրավապահները պետք է տան, որովհետև այստեղ Բայց ինչպես պիտի լինի, պիտի խազնան որևէ կողմ նահանջելու որևէ քայլ չի ցուցաբերում։ Ուրիշ խոսակցություն է, դե եթե այնպես ստացի որ կոնֆլիկտ լինի, իրավապահները թերևս բառից ֆիզիկական իմաստով բաժանելու ֆունկցիա կկատարեն, բայց բնականաբար բանը դրան չի հասնի, բայց այդ այն հոգևորականների հետ կապված խոսակցություն բոլորովին այլ խոսակցություն է, ասում եք ինչպես պիտի լինի հանգուցալուծումը պետք է հետևյալն է պատկերացնում, պետք է եկեղեցին փրկել հոգևորական կոչվող ահաբեկիչներից եւ հանցագործներից, որոնց վերաբերյալ ոչ բոլորի վերաբերյալ ես հիմա կարող եմ պնդումներ անել, առնվազն իրենց ուխտը խախտածների մասին կան շատ հայտնի խոսակցություններ եւ իրողություններ ոչ բոլորի վերաբերյալ կարող եմ ասել որ ահաբեկիչ են, բայց այդպիսիք էլ փաստորեն կան այնտեղ եւ պետք է եկեղեցին փրկել նրանցից, որովհետեւ եկեղեցին շատ կարեւոր է հայ ժողովրդի համար եւ չի կարելի թույլ տալ որ եկեղեցին վարկաբեկվի այդ մարդկանց պատճառով։ Տիկին Ղազարյան, ինչու հիմա, այս խնդիրները, որոնք մատնանշում է վարչապետը, մատնանշում եք դուք եւ ձեր թիմակիցները, արկային դեռ 7 տարի առաջ, բայց վարչապետը հայտարարում էր տեսաղերծով։ Հիշում ենք եկեղեցու հայտարարությունները եւ այդ խզումը կարծես միշտ եղել է այս իշխանության եւ եկեղեցու միջեւ։ Հիշում ենք ընդհուպ մինչեւ վարչապետին հրաժարականի պահանջով հայտարարությունները, բայց այն ժամանակ վարչապետը հայտարարում էր մենք չենք խառնվում եկեղեցու ներքին գործերին, բացառապես տեսակապով դիմում էր եւ այլն։ Բայց հիմա ինչը հասունացրեց այս իրավիճակը, այս հեղաշրջման պլանն էր ձեր ձեռքի տակ ընկել, որոշեցիք այս ճանապարհով գնալ, ի վերջո ինչը հասունացրեց, այսպես ասած, եկեղեցին հոգևորական ահաբեկիչներից փրկելու։ Լավ չեք նկարագրում էլի իրավիճակը, որ ես հասկանում ձեր հարցին ինչ պատասխան կներեք, որ այդպես եմ ասում եք ինչու հիմա։ Ինչու հիմա։ Հետո շարունակում եք, ասում եք միշտ եղել է առճակատում։ Այո, եղել է, բայց այն ժամանակ որևէ քայլ չեք ձեռնարկել։ Բայց հիմա որևէ քայլ չենք ձեռնարկում ընդհանրապես կոնկրետ քայլեր են ձեռնարկվում։ Նախ եկեք հիշենք, որ անցած տարի էլ նույն բանը տեղի էր ունենում եւ նախ անցած տարի եւ նախ անցած տարի եւ չգիտեմ ամենաառաջի տարին երբ որ եկել ենք, հիշում եք առաջին կրթության եւ գիտության նախարարի երբ որ որոշում կայացրեց հայ եկեղեցու պատմություն առարկան փոխ հանել եւ ինտեգրել պատմության առարկայի մեջ այդ օրերին արդեն այդ բանը հրապարակային խոսակցություն տեղի էր ունենում եւ եթե չեք մոռացել այդ ժամանակ թե կանոնադրույթ եկեղեցական կանոնադրության թե կուսակրոնության թե այլ տիպի հարցեր եւս բարձրացել են ժամանակ նաեւ նախարարը այն ժամանակվա գործող, այսինքն միշտ հրապարակային բարձրացվել են այս հարցերը, ես չեմ հասկանում ինչի է հարցում, ինչի հիմա, երբ որ 7 տարի շարունակ այս խոսակցությունը եղել է, ինչի հիմա, ինչ է հիմա պետք հայտարարել, որ կաթողիկոսը զավակ ունի, ինչու է պետք հիմա վեհապարի փոփոխության հարց դնել, դա նկատի ունեմ, 7 տարի դա չեք հայտարարել։ Հայտարարվել են բազմիցս անցած 30 տարիներին, մենք իմացել ենք տարբեր հոգևորականներ, որոնք բիզնես, այսպես գործարարներ են եղել։ Դուք չեք կարողանալ ինձ համոզել, որովհետև ես այդ դիրքորոշումը չեմ կիսում։ Այն որ եկեղեցու հետ կապված խնդիրներ կան, որ պահին ինչ խնդրի մասին հայտնի է եղել, եկեղեցու որոշ հոգևորականներ եկեք դա գիտություն ընդունենք, որպեսզի երբ որ ասում եկեղեցին հենց այդպես էլ անենք, որ ամեն անգամ ինքսից ճյուղը, որ պահին ինչ ինֆորմացիա հասանելի է եղել, հայտնի է եղել, որ կարելի է քաղաքական մակարդակում քննարկել եւ մատնացության այդ խնդիրները մենք դա արել ենք, ես չեմ կիսում ձեր դիրքորոշումը, որ կարողանամ պատասխանել ձեր հարցին։ Տեսեք, անցյալ տարի կոնկրետ քաղաքական հայտներ կայացրեց եկեղեցու։ Հիշում եք անցյալ տարի քանի անգամ մեծ տաղավարում խոսել եք։ Այո, հիշում եմ եւ բայց անցյալ տարի մենք խոսել ենք, որ դուք ասում եք թող Սքեմահանի վրայից գնա, զբաղվի քաղաքականությամբ, հայտ ներկայացնի, բայց մենք հիշում ենք նաեւ կաթողիկոսի օրհնությունը կար, գոնե Բագրատ Գալստանյանը հայտարարել էր այդ մասին։ Դուք հիշում եք ինչ սրությամբ եւ ինչ քաղաքական խոսակցություններ են տեղի ունեցել։ Ինչու հիմա ասել է, որովհետեւ 26 թվականն է։ Ինչու հիմա ասել է շատ արհեստական հարց է, որովհետեւ հիմա չի
տեղի ունեն։ Որովհետև Տիկին Ղազարյան, մենք այս 7 տարիների ընթացքում սպասել ենք շատ կոնկրետ քայլերի, դատական համակարգում ոչ մի մուգ եւ ոչ մի ձուկ չի պլստալու արտահայտությանը կյանքի կոչվելու եւ այս ամեն ինչը այնքան է ուշացել, դրա համար եմ հարցնում, ինչու հիմա հանկարծ անհրաժեշտություն առաջացավ։ Դուք կարող եք ասել, երբ որ օրինակ հիմա ինչ որ հիմա կամ հնդածես ինչ որ քրեական գործեր են հարուցում, ասեք ինչու հիմա ասեցիք, չէ՞ որ 7 տարի է շարունակ ասում եք, որ եւ քաղաքական հայտարարություններ մեջ բերեք, բայց այդ նույն տրամաբանությունն է աշխատում, այսինքն ոնց ոչ թե բան են կարել, օրացույցը վերցել ենք, ասել ենք, դե եկեք ամսի 25-ին էլ բանը եկեղեցու մասին մի բան ասենք, այդպես չի եղել։ Եղել են իրադարձություններ, որոնք ողջ հանրության աչքի առաջ են կարող իմ հարցազրույցների, իմ գործընկերների հարցազրույցներ նախորդ տարվա, նախանցած տարվա խորհրդարանական մեր քննարկումները, նախանցած տարվա սկսած 2018 թվականից ինչ խնդրեմ որ պահին տեսել ենք, այդ խնդրեմ այդ պահին բարձրացնել ենք, ես չեմ կարողանում բանանել էլի, ոնց որ ընդունել այդ հարցը, որ կարողանամ լավ պատասխանել։ Ես կարծում եմ, որ այն խնդիր, որ ժամանակ ինչ խնդիր հայտնի է եղել, անցած տարի եղել է կաթողիկոսի օրհնությունը քաղաքական գործունեությամբ զբաղվելու այդ ահաբեկիչի մասին, այդ ժամանակ այդ ենք խոսել, հիմա, չգիտեմ, ահաբեկչության թեմա է, ահաբեկչության մասին ենք խոսում, կուսակրոնության թեմա է, կուսակրոնության մասին ենք խոսում։ Իդեպ ընդդիմությունը ասում է ռեպրեսիաների ճանապարհով եք գնում, ռեպրեսիաներ են իրենց նկատմամբ։ Ինչի համար են Տիգրան Աբրամյանն էր ասում, ռեպրեսիաներ են նույնիսկ այս հեղաշրջման պլանն են կասկածի տակ տանում, լսում ենք տարբեր ընդդիմադիրների, օրինակ Իշխան Սաղաթելյանը լրագրողների զրույցում ասում էր դա անգամ Բագրատ Գալստանյանի ձայնը չէ։ Այդ ձայնագրությունը։ Ես չեմ հասկանում, ինչի նկատմամբ են ռեպրեսիաները։ Քաղաքական Սրբազանի այ բոլոր Սրբազանի քաղաքական գործունեության հետ էի ուզում ասել։ Սրբազանը նույնպես քաղաքական հայտ էր ներկայացրել դեռ անցյալ տարվանից։ Ոչ։ Քաղաքական ռեպրեսիաներ տեսականորեն կարող են լինել միայն այն դեպքում, երբ որ դիմացի գործիչը քաղաքական գործիչ կարող է լինել, այդ դեպքում կարող է նման քննարկում ծագել։ Ահաբեկիչների նկատմամբ քաղաքական ռեպրեսիաներ գործնականում անհնար է, հանցագործների նկատմամբ քաղաքական ռեպրեսիաներ անհնար է։ Ահաբեկիչների եւ հանցագործների նկատմամբ իրավապահ գործողություններ են կատարվում եւ քաղաքականությամբ համեմել ահաբեկչության գործողությունը ակտը պլանավորումը ընդհանրապես խոսում են մասին, որ այդ ինչ է 1000-ից 1500 հարվածային բլոգերներից մեկն են այդ քաղաքական գործիչների իրենց անվանող պատգամավորական մանդատ ունեցող մարդիկ Եթե այս պահին իրանք չեն գնահատում իրողությունը այնպես ինչպես կա, բաներ, էլեկտրալարեր կտրել, ներքին զորքերի շարժը խափանել, տրանսպորտի վրա հրավտանգ նյութեր լցնել եւ այրել եւ այսպես շարունակ այս գործողությունները, որ ամբողջ կա, եթե իրանք չեն տեսնում դրա մեջ ահաբեկչության տարեր, ուրեմն իրանք ընդհանրապես հարվածային բլոգերներից մեկն են։ Այս պահին ես լիահույս եմ, որ բոլոր հանրային գործիչները շատ կոնկրետ կլինեն իրենց գնահատականներում։ Ես տեսնում եմ, որ նույնիսկ մարդիկ, ովքեր պաշտպանել են այս խոսակցության մեջ երկար ժամանակ եկեղեցուն 3 իրենց խոսքում շատ կոնկրետ են եղել եւ հասկացան, որ այդ մարդիկ առնվազն բարեխիղճ են եղել իրենց հրապարակային խոսույթում եւ չեն եղել այդ հարվածային բլոգերների բանդայից, հա, չգիտեմ, գնդից, միգուցե մատյան հարվածային բլոգերների մատյան գնդից։ Եթե իրենք հարվածային բլոգերների մատյան գնդի ներկայացուցիչ չեն, ուրեմն պետք է կոնկրետ լինեն իրենց գնահատականներում, ահաբեկչությունը չի կարող անվանել քաղաքական գործունեություն։ Ես գիտեմ, որ դաշնակցությունը սիրում է ահաբեկչական ակտերը քաղաքական գործունեություն անվանել, բայց սա այդ դեպքը չի։ Սա այդ դեպքը չի։ Տեսեք, Ալբերտ Բազեյան եւ Խաչակիրներ, Հյուսիսային Տերևաթափ, Արբաթ, Սրբազան հեղաշրջում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման անցյալ 7 տարիների ընթացքում իրավապահները ահաբեկչության եւ իշխանազավթման առնվազն 5 փորձի բացահայտման մասին են հայտարարել եւ այն օրը լսում էինք նաեւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, որն ասում էր եղել է ու լինելու են։ Հիմա այս ամենի արտաքին հասցեատերը այս արտաքին շահառուչեր ունենա, եթե ներսում չունենար սպասարկողներ, ես ուզում եմ դա անպայման ասել։ Ես կարծում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կառավարմանը դեմ եւ այդպես արմատապես դեմ կարող են լինել միայն այն ուժերը, որոնք դեմ են
ժողովրդավարությանը եւ խաղաղության օրակարգին։ Իսկ թե որպեսզի քեն այդ ուժերը քաղաքական վերլուծաբանները հրաշալի դուրս են բերում եւ դա այդպիսի երկրներ կամ այդպիսի արտաքին շահառուներ դա աշխարհի տարբեր կետերում կան, այն բոլոր երկրները, ովքեր աջակցում են Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության եւ խաղաղության օրակարգին, դժվար է նրանց նույնականացնել այս արտաքին հնարավոր շահառուների ներքո։ Ես հիմա նաեւ հասկանալիորեն գիտեմ, թե դուք ինչ եք ակնկալում լսել, բայց կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ որ պետքա շատ կոնկրետ հասկացվի, թե որտեղից են խրախուսվել, եթե եղել է այդպիսի դեպք, որ ինչպես են խրախուսվել, ինչպես են աջակցվել, եւ սա այն դեպքերից է, երբ որ մենք պետքա հրապարական եւ բաց կարողանանք խոսել եւ հայտարարել այն մասին, թե որտեղ են տանում թելերը։ Ես կարծում եմ, որոշակի էթիկայի հարց այստեղ չի կարող արդեն լինել, քանի որ խոսքը ահաբեկչության մասն է, որում Սիրանուշ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ սովորաբար թիրախը ահաբեկիչների կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ավելի հաճախ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ այլ քաղաքական գործիչներ եւ քաղաքական ենթակառուցվածքներ։ Ազգային ժողով որևէ որոնց պետք է իրենց ձևակերպմամբ գյուլել։ Դուք հիմա տեսնում եք, որ այս ահաբեկչության թիրախը քաղաքացիներն են։ Այս ահաբեկչության թիրախը որևէ քաղաքացի է, ով որ իր երեխայի ձեռքը բռնած նստում է տրոլեյբուս գնա խանութ։ Եվ ինչպես իրենք են ասում, կներեք բառերից համար, այդ էշերն ու անասուններն են, որոնք կարող են նաև իրենց աջակիցները լինել։ Իրենք այդպես են ձևակերպում այդ մարդկանց հասկանում եք, իրենք նույնիսկ այդ ահաբեկչությունը ինչպես է ձևակերպում, իրենք խտրականություն չի դնում, նույնիսկ թե ում նկատմամբ անում, ինք ուղղակի ահաբեկչություն է անում։ Այսինքն նույնիսկ կարող է այդտեղ բան լինի, չէ՞, սրբազան պայքարի աջակից լինի, կարող է այդտեղ իրենց գաղափարակիցը լինի, համախոհը լինի, խիստ ընդդիմադիր կեցվածք ունենա։ Երբ որ դու տրոլեյբուսի վրա հրավտանգ նյութ ես լսում եւ վառում ես, այնտեղ ով ասես կարա լինի, բայց քանի որ դու այդ մարդկանց վերաբերում ես որպես էշերի եւ անասունների, ոչ թե որպես մարդկանց։ Այսինքն դու զարհուրելի է էլի այդ բանը, այդ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, այդ տկեղ տհաճ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ եւ կարծում եմ մարդիկ էլ իրենց գնահատականը կտան եւ տալիս են, ակնհայտորեն տալիս են ցույց տալով վերաբերմունքը այս իրողության նկատմամբ, այդ մարդկանց է հասցվում, այդ մարդկանց է ուզում վնասել, հասկանում եք, ինչ չի ուզում վնասել, է որ ասի Թագուհի Ղազարյան վատ քաղաքական գործիչը գնամ նրան պատիտակ գյուլեմ եւ գուցե բան լինի, էլի, երկիրը փրկվի։ Ինքը ասենք ինչ որ պատահական կամ այական քաղաքացիների է ուզում թիրախավորել եւ այդ ձեր նշած դեպքերում, այդ բոլոր դեպքերում, այդպիսի բան դեռևս չի եղել, այդպիսի այլանդակություն, այդպիսի կներեք արտահայտության համար խուժանություն դեռևս չի եղել։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրությունը շատ adekvat է իր գնահատականը, ես տեսնում եմ դա եւ շնորհակալ եմ նաեւ թե իրավապահներին, թե քաղաքացիներին, թե մասնագիտական հանրույթներին, ովքեր արձագանքում են հավուր։ Չեք կարծում, որ հնարավոր է, եթե բոլորը նկատի ունեմ ընդդիմադիրները, այս հոգեվորականները համախմբվեն, լրջագույն վտանգ կներկայացնեն, իշխանությունը կարող է այսպես երերալ։ Այդ 500 բլոգերներով եւ 1500 կոմենտողներով թող հավաքվեն գնան բանի դիմացը, այդ ինչա դատարանի դիմացը բանանեն, լայվ մտնեն։ Ես նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել այդ բանի վրա, այդ իրանց հրապարակված ցանկի վրա, որտեղ իրանք գիտեն, որ ունեն 500 բլոգեր եւ 1500 մեկնաբանող, եւ ես ուզում եմ, որ քաղաքացիները այդ բանի ցանկը տեսնելուց հետո բան թիրախային ապատեղեկատվություն բանակցությունների վերաբերյալ։ Հետո էլ բան են անում։ Անցած տարի է եղել, այս տարի չի եղել։ Անցած տարի է եղել, այո, թիրախային ապատեղեկատվություն բանակցությունների վերաբերյալ, երբ որ վեր է եկած է բան պարգալով ասում եք ոսկեպարի եկեղեցին հանձնում են ուրա պարզ չի որ դա այդ թիրախային ապատեղեկատվությունն է եղել որի համար ոչ մեկը չեք ամաչում ու շարունակում եք երեկվանից տեսել եք չէ ինչ թիրախային ապատեղեկատվության տարափ ամբողջ բանում լրահոսում թե բա հեսա արցակվել են մայրաթորի վրա ու գնացել են պաշտպանելու մայրաթորին ու բանից չգիտեմ գնացել այո չենք թողնելու հայտնի անեկդոտի պես որ ասում է ինչ ես ասում կոկորդիլոսներին եմ քշում ասում բայց այդտեղ կոկորդիլոս չկա բայց ոնց լինի եթե ես սաղին քշել եմ հիմա բան է էլի հայտնի քաղաքացիական նախաձեռնություն որ նաև դիտորդական առաքելություն է կատարում որի վրա նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել մասնագիտական համայնքի այդ մարդիկ դեռ դիտորդություն են անում այդ կոկորդիլոս քշողները արգելի գործընկերներ ասենք
ամոթ հայելի ասենք խոսել։ Այդ բանը, այդ մատյան գնդի խոսող գլուխների ներկայացուցիչներն են գնացել են բան են ամ։ Հա, ես եթե ասում եք որ բանը կարա կոնսոլիդացիա լինի եւ իշխանությունը երերա եւ այսպես շարունակ էս դեր մեկնաբանություն, եթե իրենք կոնսոլիդացնելու մարդ ունենային, իրենք այդ ահաբեկչական ակտեր չէին ծրագրավորի։ Կոնսոլիդացիա եղել է 2018 թվականին։ Հանրային կոնսոլիդացիա։ Հանրային կոնսոլիդացիա եղել եւ իշխանություն երերացել է 2018 թվականին։ Իրանք եթե կարողանային այդպես բան անել, այսինքն այդպիսի հանրային համախմբում կազմակերպել, նախ այդ մարդկանց էշ չէին անվանի։ Երևի թե հույս ունեմ, որ գոնե այդ դեպքում չէին անվանի։ Ասում պետք է իրանց համոզենք, ինչպես ասում են, դրանց խելքին նայ, էլի։ Պետք է համոզենք մարդկանց, որ իրանք են բան, ասում են իրանք այդպես բան ունեն, ամբիցիա ունեն, որ իրանք լինեն, էլի բան որոշողը, պետք է սրանց խափել ասել, որ դուք որ բանա, հասկանում եք, չէ, կոնցեպտուալ խնդիրը խոտան է իրանց ուղեղի որտեղ է։ Խնդիրը այն է, որ այս ժողովուրդը համարձակվել է իրան որոշող երևակայի իշխանություն ձևավորի, ընտրություն կատարի, ասում պետք է խափենք, ասենք, էլի դուք եք անում, այսինքն բանա, էլի մարդիկ էլ Այդ իրանց ընկալում մարդկանց մասին, ժողովրդի մասին, ու շատ կներեք, էլի ասում այս անասուն ազգը, լսել եք, չէ՞, խորը անասուն ազգը կներեք, հարգելի ազգակիցներ, այս բառակապակցության համար։ Դուք հասկանում եք, չէ՞ որ այդ մարդիկ ինչ որ վեհ առաքելության զգացում ունեն, ուզում են ինչ որ բան փրկեն։ Լավ, ի՞նչն ես ուզում փրկես, եթե ազգը անասուն է։ Այսինքն ում ես ինչից փրկում, ինչ այդ խոտանվածությունը ուղեղի, ես դժվարանում եմ մեկնաբանել, էլի, այսինքն եկել ես հայրենիք ազգից փրկես, ինչ ես անում, էլի, ինչով ես զբաղված դու։ Տեսեք, անդրադառնանք նաև Սամվել Կարապետյանի ձերբակալությանը, կալանավորմանը, տեսեք, ինչ է ստացվում։ Նա ամենօրյա ռեժիմով այնտեղից հայտարարություններ է անում, մեկ անդրադարձավ Սփյուռքին, այսինքն Սփյուռքի անունից ներկայացնելով, իր տեսակետը, հիմա էլ ասում է խաղաղության մուրալով, այսօր է ասում խաղաղություն մուրալով ստանում են ամենօրյա զիջումների պարտադրանք։ Ընդհանրապես ինչպես է գնահատում այսպես ամենօրյա նրա այս վերլուծությունները, գնահատականները, քայլերը, գիտենք երկամսյա կալանք է, ինչ կլինի դրանից հետո դեռևս անհայտ է։ Եթե կարճ ասեմ, Սամվել Կարապետյանը քաղաքական բան չի, քաղաքական գործունեությունը Իրանը չի էլի, ինքը ոնց որ ավելի լավ, ուրիշ բաներ ավելի լավ անում, եթե երկար մեկնաբանեմ, օրինակ Եթե ավելի երկար ասեմ, սա առաջին դեպք չի, երբ որ ինչ-որ մարդիկ են բանանում, հայտնվում եւ սկսում ամենօրյա վերլուծություններ անեն, որում վստահել չեմ էլի, որ բանը լավ եկեք բան չվերագրենք մարդուն, եթե որոշի քաղաքական հայտ ներկայացնի, թող ինչ-որ պահի հայտնվի եւ դա անի, չգիտեմ իր ցանկությամբ եկել թե չէ, ճիշտ ասած գործի մանրամասներին տեղյակ չեմ, տեղյակ եմ միայն այն հայտարարության կտորին, որի հիման վրա գործ է հարուցվել, այսինքն որ եթե քաղաքական միջոցներով չկարողանան հարցը լուծել, մեր ձևերով կլուծենք, պետք է պարզել թե Սամվել Կարապետյանի ձևերը, որոնք են, եթե քաղաքական չեն, որովհետև Հայաստանում քաղաքական հարցեր լուծվում են միայն քաղաքական ձևերով, բայց թե նաև ինչ ենթատեքստ կա, ինչ կոնտեքստ կա, ինչ նախապատմություն կա, սա երևի իրավապահների գնահատականն է, տեսեք, որ իրավապահները փոքր առ փոքր, երբ նպատակահարմար են գտնում, ինչ ինֆորմացիա նպատակահարմար են գտնում հրապարակել եւ տալ հանրությանը, անում են դա եւ ես ոնց որ դրա վերաբերյալ ավելին ասել չեմ կարող, կսպասեմ իրավապահները, եթե ավելի ասելիք ունեն, այս գործը վերաբերյալ ասեն, բայց քաղաքական հայտարարությունների վերաբերյալ ոնց որ Դե թողանի ինչ ասեմ։ Լավ, տեսեք վարչապետը այս բոլոր օրերի ընթացքում խոսել է նոր վեհապար ունենալու անհրաժեշտության մասին։ Հիմա դուք ինչպես եք պատկերացնում։ Ինչպես խոսել նոր վեհապար ունենալու անհրաժեշտության, ոչ միտեղ չեք կարող գտնել այդպիսի նախադասություն, որ վարչապետը ասել է պետք է նոր վեհապար լինի։ Վարչապետը ասել է, որ պարզապես, որ ընդ որում նա դա նաև բանա որպես Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եւ հոտի անդամ ասում է, որ իր համար բանը անընդունելի է, որ հոգեվորական գործունեությամբ զբաղվեն մարդիկ, ովքեր հոգեվոր ոլորտում բան չեն իրենց կանոնադրությունը, իրենց առաքելությունը խախտում են եւ հետեւաբար պետքա չզբաղվեն, այսինքն թե ով կլինի, ինչպես կլինի ընթացակարգը, ով կլինի նոր վեհապար, ընդ որում միայն բանի վերաբերյալ չի էլի,
Գարեգին երկրորդի վերաբերյալ չի վարչապետը ընդհանուր այդպես դիրքորոշում հայտնում բոլոր հոգևորականների վերաբերյալ տեխնիկապես եւ ընդհանրակարգային առումով եթե ուզում եք ձեր հարցը պատասխանել, ես չունեմ պատասխան։ Որովհետև ճանապարհը դուք էլ չունեք նկատի ունեմ ներսում չեք քննարկել Տիկին Ղազարյան, որովհետև ես բառացի կարող եմ մեջբերել, որ վեհարանը պիտի ազատի վեհափառը, այսինքն տարբեր հայտարարություններ հնչել են, դուք հիմա ասեք վարչապետը բառացի տենց բան չի ասել, բայց ակնհայտ է չէ վերջին օրերի կոնկրետ անգամ նոր կաթողիկոս ունենալու համար իր տարբերակն է վարչապետը առաջարկել, ասել է եկեք գումարենք, ընտրենք մեզնից ամենահավատացյալներին, չգիտեմ, ամենաբարեպաշտներին, ընտրենք կոնկրետ այդ հոգևորականի կամ այլ հոգևորականների հետ խնդիրը։ Մի բան է, երբ որ վարչապետը, եթե ձեր ասած, գիտեք ինչա, վարչապետը ասում է հասել է, որ նոր կաթողիկոս պետք է ունենա Հայ Արաքստանյանի ծառայական եկեղեցին, տենց հայտարարություն վարչապետը չի արել։ Բայց օքեյ, համաձայն եմ դրա հետ կապ, բայց դրանք տարբեր բաներ են հասկանում եք, որտեվ այնտեղ կանոնադրության հարցեր կան, հազար մի բաներ կան, որոնց մեջ ես չեմ ուզում խորամուխ լինել, անկեղծ ասած ես չեմ էլ համարում ոչ ինձ կոմպետենտ, ոչ այդ չափանիշներին համապատասխանող, որ վարչապետը հրապարակել է, ոչ էլ անգամ։ Բայց պնդում եք, որ վարչապետը չի ասել, որ մեզ նոր կաթողիկոս նոր կաթողիկոս է պետք չէ։ Ավելին վարչապետն անգամ ասել է, որ ինքը չունի կաթողիկոսի տեխնացու եւ Իրան անդադար հարցեր, որտեղ ձեր հարցադրումից տպավորությունն է, որ վարչապետը ուզում է կաթողիկ ինչ որ մեկի սարքի կաթողիկոս։ Ես ասում եմ, որ նոր հակառակը պիտի մշակվի հավատացյալների խումբ, որոնք կլինեն բարեպաշտ եւ այլն, կետերով մարդը ներկայացրել էր, չէ՞ վարչապետը իր Facebook-յան էջում, Տիկին Ղազարյան, ինքը նոր վեհապառիչ տեխնացու չունի, բայց փոփոխության անհրաժեշտություն տեսել է։ Փոփոխության անհրաժեշտություն տեսնում է, դա նորմալ է, հիմա ամեն մարդ իր բանի, իր եկեղեցու, իր հավատքի ներքո ինչ որ փոփոխության անհրաժեշտություն պետքա կարա տեսնել։ Իրավապաշտպանները ասում են առհասարակ այս գործողությունները, ընդհանրապես թե կուսակրոնության եւ այլնի խումբ կա իրավապաշտպանների, որ ասում էր հակաիրավական են, հակասահմանադրական եղանակով է իշխանությունը բարձրաձայնում։ Վստահ եմ դուք այդ քննադատություններին եւս հայտարարեք արշավը կաթողիկոսի ընտանիքի դեմ, կաթողիկոսի զավակների դեմ, հա։ Սենց չեմ նախադասություններով։ Տարօրինակ չէ՞ նախադասությունը։ Ասում են իշխանությունը չի, որ պիտի որոշի եւ արդեն տեսնում ենք տարբեր միջազգային լրահոսներ, մամուլ թե ինչպիսի չեմ կիսում իր բանի այդ գնահատականը, որ հակա սահմանադրական է առավել եւս այդ գնահատականը չեմ կիսում, որովհետեւ գիտեք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածը սահմանում է, որ կրոնական կազմակերպությունները առանձին են պետությունից, իսկ Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածը սահմանում է, որ բոլոր կրոնական կազմակերպություններից Հայաստանի Ծառայական եկեղեցին ունի առանձնահատուկ կարգավիճակ եւ դա կկարգավորվի օրենքով։ Օրենքով է կարգավորում, թե ինքը որքանով է առանձնահատուկ եւ առանձնահատուկ լինել չի նշանակում լինել արտոնյալ, առանձնահատուկ լինել նշանակում է ունենալ այլ տիպի հարաբերություններ պետության հետ, քան մնացած կրոնական կազմակերպություններ։ Ուզում եք առանձնահատուկ լինել։ Մենք դες առանձնահատուկ ենք վերաբերվում ժողովրդյան, ինչ խնդիր կա այդտեղ։ Եվ երբ որ ասում ենք առանձնահատուկ կարգավիճակ ունի օրենքով նայում եք թե ինչքան արտոնություններ է տվել հայ ժողովուրդը, ես ուզում եմ Հայաստանի հայ ժողովրդի մասին մեր ընկալումները մի հատ հասկանանք, ինչ նկատի ունենք հայ ժողովուրդը ասելով։ Հայ ժողովուրդը իր աթեիստներով, առաքելականներով, ավետարանչականներով, կաթոլիկներով, ուղղափառ ռուսներով, արևապաշտ եզդիներով, մուսուլման քրդերով, չգիտեմ, Եհովայի վկաներով, հիսունականներով, այս բոլոր մարդկանցով, հեթանոսներով, բոլոր մարդկանցով որոշել են, որ առաքելական եկեղեցին այնքան կարևոր կառույց է մշակութային, որ մենք հիմա մեր հարյուրավոր պատմամշակութային հուշարձաններ կտանք այդ կառույցին, որպեսզի ինքը կատարի այնտեղ հոգևոր գործունեություն, որին այդ բոլոր մարդկանց լիք խմբեր չեն բանանում, էլ չեն հետևում այդ հոգևոր գործունեությանը։ Չնայած մեծամասամբ հայրենիքը առաքելական է։ Եվ երբ որ ոնց որ պատտվում տեսնում են, թե ինչին է ծառայեցնում այդ բաները, այդ հայրենիքի 100-ամյա, 1000-ամյա ժառանգությունը, Պարզը որ մարդկանց մոտ բան է առաջանում, չէ, հարց է առաջանում, բան չենք մենք այդ առանձնահատկություն տվել իրանց։ Իսկ կարող պետք է առանձնահատուկ նաև պետությունը բան դեր ունենա, օրինակ, առանձնահատուկ կարող է նշանակում, որ պետք է պետությունը դեր ունենա այս առանձնահատուկ հոգևոր կազմակերպության ղեկավարի ընտրության հարցում։ Այն մնացածի դեպքում չէ, այս մեկի դեպքում գուցե հա։ Տիկին Ղազարյան, որովհետև կներեք Սիրանուշ ջան, մի հատ էս օրինակը բերեմ, էլի պատկերացեք Գառնու տաճարը։ Ինքը այդ հանոսականա չէ։
Բայց ինքը ամբողջ հայ ժողովրդի բանն է։ Բոլոր առաքելականներիս, ավետարանչականներիս հիմա նորից չթվեմ։ Բոլորիս բանն է, հուշարձանն է։ Բան չի, էլի մենակ հեթանոսներին ու չի, որոնք գիտեք Հայաստանում կան։ Եվ մենք չենք վերցել այդ բանը, այդ աճարը, այդ հուշարձանը տվել հեթանոսներին, ասել թե գիտեք Ժորժ ջան, այս մի քանի 100 կամ մի քանի 1000 մարդու մասին է։ Էսի վերցեք ձեզ, մենք սա նվիրում ենք եւ չենք բանան, խառնում ձեր գործերին։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան շատ բան է հայ ժողովուրդը տվել, որովհետեւ մենք սովորաբար խոսում ենք բանից, չէ՞, գույքահարկից, մաքսային турքերից, այլ տիպի հարկային արտոնություններից, բիզնես գործունեության հարկային արտոնություններից եւ այլն, բայց մոռանում ենք ամենակարևոր հոգեվոր արժեքները, որ իրանք տիրապետում են։ Եվ այդ հոգեվոր արժեքները բոլորինս են։ Եվ չի կարելի բան անել, էլի ասել, որ բա ինչա, մենք առանձնահատուկ ենք եւ վերջ առանձնահատուկ ենք, մենք այդքան շատ արտոնություններ հոգեվոր հանրային բարիք ենք տվել ձեզ, որպեսզի ձեր առանձնահատկությունը ընդգծվի։ Ո՞նց եք դուք վերաբերվել այդ հանրային բարիքի հետ։ Ո՞նց եք վերաբերվել ահաբեկչություն կազմակերպելով, քաղաքականությամբ զբաղվելով, հոգեվոր գործունեության փոխարեն։ Այդ մարդիկ կուսակցական գործունեությամբ են զբաղված։ Որովհետև ունենք ոչ թե այդպես ընդհանուր քաղաքական հարցերի վերաբերյալ դիտարկումներ ունեն, այլ կոնկրետ կուսակցական դիրքորոշում ունեն։ ԿՊ-ի հետ կուսակցական պայքարի մեջ են։ Ընդ որում մեկն էլ այնտեղից բանա տարբերվող դիրքորոշումը հայտնում, ասում են, չէ, այս բանա, այս մեր կուսակցության համընդհանուր դիրքորոշումը չի, որ մենք խաղաղության օրակարգին եւ եվրոինտեգրման օրակարգին աջակցում ենք։ Մեր կուսակցությունը ուրիշ դիրքորոշում ունի, այտենց համընդհանուր, այս մեկը այտենց լինում է, չէ, ասենք պայմանական, ասենք, չգիտեմ, հանրապետություն կուսակցությունից մեկը մի տարբերվող դիրքորոշում ասի, կուսակցությունը հայտարարություն տարածի, ասի, այս մեր դիրքորոշումը չի, տարբերվող է մեր դիրքորոշումը։ Ինչպես ասում են, точно տես դեպք։ Պատահել է այս մյուս կազմակերպության հետ։ Այս ո՞նց կարելի է եկեղեցին այդպես փչացնել էլի։ Տիկին Ղազան, լավ, եթե ամփոփենք, դուք կարծում եք ի վերջո այս բոլոր գործընթացներից իշխանությունը ավելի ուժեղացած է դուրս գալիս, թե թուլացած վարկանիշի առումով նաև նկատի ունեմ, որովհետև շատ հակասական են կարծիքները, գնահատականները, վստահաբար դուք էլ հետևում եք հանրային տրամադրությունները համացանցում։ Տարբեր դրվագների վերաբերյալ տարբեր բան կարելի ասել, բայց համենայն դեպս վստահ եմ, որ ահաբեկչության փորձի կանխման դրվագից ոչ միայն իշխանությունը, այլ նաև Հայաստանի հասարակությունը, նաև իրավապահ համակարգը ավելի ուժեղացած եւ դրական վարկանիշով է դուրս գալիս եւ նաև հանրային կոնսոլիդացիա եմ տեսնում այս հարցի շուրջ, չհաշված այդ փոքրիկ մատյան գնդերը էլի բանի կոմենտանողների եւ բանի ինֆորմացիոն ահաբեկիչների, հա, ինֆոտերորիստների, ինֆորմացիոն դրոնների այդ բաների չհաշված մնա ամբողջ հանրություն կոնսոլիդացված է եւ մերժում է բռնության ցանկացած ձև ներքին կյանքը կազմակերպելու հարցում եւ ես սա տեսնում եմ եւ անկախ նրանից իշխանությունը ավելի ուժեղացած եւ կամ թուլացած դուրս կգա ես կարծում եմ որ ուժեղացած է դուրս գալիս Հայաստանի Հանրապետություն որովհետեւ քաղաքացիները օր առ օր ավելի լավ են հասկանում, որ եթե իրանք պետք է ընտրություն կատարեն քաղաքական ուժերի միջև 26 թվականին, ապա այդ քաղաքական ուժերը պետք է լինեն քաղաքական գործունեությամբ զբաղվող եւ ինչքան ժողովրդավար, այնքան իրենց համար ավելի լավ։ Հակառակ դեպքում այդ ահաբեկչությունը, այդ ահաբեկիչները կատարելու են պետական մակարդակով, ինչը մենք տեսել ենք ոչ մեկ անգամ։ Այնքան եթե այս անգամ ընդդիմությունն է որոշել, որ պետք է պատահական մարդկանց նկատմամբ բռնություն գործադրի, եղել են ժամանակներ, երբ որ իշխանությունն է այդ որոշումը կայացրել եւ բազմաթիվ են այդ դեպքերը, երբ որ մենք ինչպես են քաղաքացիները տուժել այդպիսի մարդկանց իշխանության գտնվելու պատճառով։ Շնորհակալ եմ Տիկին Ղազան։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում էի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Կհանդիպենք։